Սիրելի ժողովուրդ, հարգելի ներկաներ, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը ճիշտ է ստորագրված չէ, բայց նախաստորագրված է։ Մենք պետք է հասկանանք ինչ է նշանակում նախաստորագրված պայմանագիր, համաձայնագիր։ Դա նշանակում է, որ դրա բովանդակության շուրջ բանակցությունները ավարտվել են եւ այն փակ է հետագա բանակցությունների համար։ Այսինքն նախաստորագրել նշանակում է արձանագրել բանակցությունների փակումը, ավարտը, փակ լինելը բանակցությունների համար։ Պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից իրար հերթ չտալով խոսում են խաղաղությունը վերաբանակցելու մասին, այն իբր ավելի լավը դարձնելու նկատառումով։ Իսկ կներեք, ով կարող է ապացուցել, որ այդ վերաբանակցման արդյունքում այն փաստաթուղթը ավելի լավն է դառնալու։ Այսօր վերաբանակցելու մասին խոսող ուժերը հանդես են գալիս Ղարաբաղը եւ հարակից շրջանները պարունակող քարտեզներով եւ դա խորհրդանշող դրոշներով։ Այս տրամաբանության զարգացումը անխուսափելի պատերազմ է։ Այս տրամաբանության զարգացումը անխուսափելի պատերազմ է։ Մյուս ուժերը հանդես են գալիս այդ նույն խորհրդանիշների եւ ասելիքի ներքո եւ պնդում, թե Հայաստանը չպետք է բավարարվի իր միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Այս տրամաբանության զարգացումը նույնպես անխուսափելիորեն բերելու է պատերազմի։ Այստեղ բարձրագույն մաթեմատիկա չկա։ Սա շատ պարզ տրամաբանություն է, եւ այդ տրամաբանությունը մենք տեսել ենք նախորդ շրջանի մեր պատմությամբ։ Այսինքն սա տեսություն չէ միայն, այլև իրականություն։ Բայց եթե նույնիսկ մի կողմ դնենք կոնկրետ այս խոսույթը, այսինքն հենց մի պահ մոռանանք եւ ուշադրություն չդարձնենք դետալներին, խաղաղությունը վերաբանակցելու մասին խոսակցությունը, եթե 50%-ով բացում է ավելի լավ խաղաղություն ունենալու դուռը, 50%-ով էլ բացում է խաղաղություն չունենալու, այսինքն պատերազմ ստանալու դուռը։ Սա անկախ ամեն ինչից։ Սա արդեն քաղաքի ճաշակի հարց չէ ուրեմն, այլ մեր պետության լինել չլինելու հարց։ Եվ պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեր պետությունն ու ժողովրդին կործանարար ավանտյուրայի է փորձում մղել։ Այս է պատճառը, որ հստակ եւ աներբա ընդգծում եմ, որ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի խաղաղությանը, որովհետև դա իր խաղաղությունն է, դա իրեն անհրաժեշտ խաղաղությունն է եւ այն հարվածի ու կասկածի տակ դնելը հավասարազոր է աղետի։ Դա նշանակում է կասկածի տակ դնել բազմաթիվ զոհողությունների գնով ձեռք բերված մեր հաջողությունները։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։